Դատավորի կիրակի Մեծ Բաքի 5-րդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որի անունը վերցված է այդ օրը եկեղեցում ընթերցվող ավետարանական առակից։ Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և անիրավ դատավորի առակը։ Ըստ առակի, մի այրի կին խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատը տեսնել։ Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է, իրենից վեր իշխանություն չկա և վճռորոշ խոսքն իրենն է վերապահված, կամայական կերպով տնօրինում էր ամեն ինչ, Աստծուց չէր վախենում, խեղճ բնավ չուներ, հետևաբար դատում էր բոլորի հայցերը իշա իրեն։ Այրի կին իր իրավունքը շահեց միայն աննահանջ պնդումի և համառության շնորհիվ։ Մենք գիտենք, որ Քրիստոս երկրորդ անգամ գալու է դատելու ողջերին և մեռյալներին։ Բոլոր մարդիկս մեղավոր ենք, անկախ սեռից, տարիքից և վաստակից։ Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. բայց մարդու որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Աստծու հանդեպ եթե սերը կատարյալ է, ուրեմն վստահություն կունենանք նրա դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու։ Արդար է լինելու այդ դատաստանը, ուստի մեզ մնում է անհոգնում կերպով և հարատև խնդրել ողորմություն, քավություն և մեղքերի թողություն։ Արդար դատավոր, երբ գաս հոր փառքով դատելու ողջերին և մեռյալներին, մի մտնիր դատաստանի մեջ քո ծառայի հետ, այլ փրկիր ինձ հավիտենական հրից և լսեի ինձ արդարների երանավետ կանչը և ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղից։